Շնորհակալ ենք Տիրոջից, որ այսօր էլ մեզ համար պատրաստեց այս օրը իր առաջ գալու, իրան փառավորելու, մեծարելու, որովհետև ինքը արժան է փառքերի։ Սիրելիներս, այսօր այստեղ կան նորեր, որ նոր են գալիս, առաջի անգամ են գալիս, կան որ գալիս են արդեն մի քանի անգամ կամ երկար ժամանակ, եկեղեցու անդամներ կան, բայց այսօր Աստված ամեն մեկի սրտի հետ է խոսում, սիրելի քույրեր, եղբայրներ։ Ես կուզեմ միտեղ կարդալ եւ կարճ միտք ասեմ ու կավարտեմ խոսքս, գրված է Գործ Առաքելոց 13-րդ գլուխ 26-րդ խոսքը, գրված է մարդիկ, եղբայրք, Աբրահամի ցեղի որդիներ եւ ով որ ձեզանում Աստվածավախ են, ձեզ ուղարկվեցան այս փրկության խոսքերը։ Սիրելի քույրեր, եղբայրներ, Պողոս առաքյալը իր խոսքը ուղղում է հրյա ժողովրդին, ասում է ձեզ ուղարկվեցավ այս փրկության խոսքերը։ Հրյա ժողովուրդը նախանձավոր էր, որ Աբրահամի զավակ է։ Այսօր մեր հայազգն էլ նախանձավոր է, որ ինքը քրիստոնյա է, առաջի քրիստոնյա ազգն է, բայց մենք տեսնում ենք, որ շատ ցավոք մեր հայազգը մնացել առանց Քրիստոսի, սիրելի քույրեր, եղբայրներ։ Ես իմ մոտիկ մարդկանցից մեկի հետ մի օր ճանապարհ էի գնում եւ իրան սկսեցի խոսել Աստծուց, խոսեցի եւ ասեց, ես չեմ ուզում լսել։ Ասեց, ես իմ հայրերից, իմ պապերից սովորել եմ, որ պետքա գնամ եկեղեցի, մոմ վառեմ եւ սրանով ամեն ինչ վերջանում է։ Ես ասում եմ, եղբայրս, այդպես չի էլի, դրանով չի վերջանում, դա չի կյանքը։ Գիտեք, մենք մոմ վառելու մեջ, մոմ վառելը մեղք չի կամ չվառելը մեղք չի, սիրելի քույրեր, եղբայրներ, բայց առանց Քրիստոսի մնալն է մեղք, երբ որ մենք առանց Քրիստոսի ենք ապրում, բայց անունով քրիստոնյա ենք, սիրելի քույրեր, եղբայրներ։ Եթե ես գիտենամ, որ մոմ վառելով ես փրկություն կունենամ, ես ամենաառաջինը կվազնեմ, որ մոմ վառեմ, որպեսզի փրկություն ունենամ, բայց փրկությունը Քրիստոսով է, սիրելի քույրեր, եղբայրներ։ Եվ այսօր մենք գիտենք, որ Քրիստոս այստեղ ամենքից հավաքել է փրկելու համար, եւ այսօր ինքն է մեզ բերել այստեղ, որպեսզի մեզ փրկի, սիրելի քույրեր, եղբայրներ։ Հովանու առաջի գլխում այսպես է գրված, ասում ամեն ինչ նրանով եղավ եւ առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Նրանով էր կյանքը եւ կյանքը մարդկանց լույսն էր եւ լույսը խավարումը լույս է տալիս եւ խավարը չիմացավ նրան։ Եվ 9-րդ խոսքում գրված է նաեւ այն էր ճշմարիտ լույսը, որ ամեն մարդի լուսավորում է, որ գալիս է աշխարհքը, աշխարհքում էր եւ աշխարհքը նրանով եղավ եւ աշխարհքը նրան չճանաչեց։ Իրեններին մեջ եկավ եւ իրենները նրան չընդունեցին, բայց որոնք որ նրան ընդունեցին, իշխանություն տվավ նրանց Աստծո որդիներ լինելու, նրանց որ նրա անունին հավատում են։ Սիրելի քույրեր, եղբայրներ, այսօր Տեր ամեն մեկից կանչում է եւ այստեղ նաեւ Հովանու 5-րդ գլուխ 11-րդ խոսքում այսպես ասում. եւ սա է վկայությունը, որ Աստված հավիտենական կյանք տվավ մեզ եւ այս կյանքը նրա որդու մեջ է, ով որ որդուն ունի, նա կյանք ունի, եւ ով որ Աստծո որդուն չունի, նա կյանք չունի։ Այսօր մեր կյանքը Քրիստոսի մեջ է ապառնակվում, սիրելի քույրեր, եղբայրներ։ Ոչ մի ուրիշ բան մեր կյանքում չի կարող փոխարինել Տիրոջը։ Մենք չենք կարող ուրիշ կերպով փրկվել, փրկությունը Քրիստոսով է, Քրիստոսն է կյանքը, ճանապարհը, ճշմարտությունը։ Եթե մենք ճշմարտությունը ճանաչենք, ապա մենք կփրկվենք, մենք իրան կգանք, իրան կդառնանք եւ մենք չենք մնա խավարի մեջ, սիրելի քույրեր, եղբայրներ։ Երբ որ ես նոր էի եկել հավատքի, նոր էի ճանաչում Քրիստոսին, ես աղոթել չգիտեի, սիրելի քույրեր, եղբայրներ։ Ես ուղղակի մի բան էի խնդրում Տիրոջ, ասում էի, Տեր, ես քեզ եմ ուզում։ Եվ այսպես երկար ժամանակ ես աղոթեցի եւ Տերը ինձ ուղարկեց այստեղ այս եկեղեցին, որ հիմա ես գտնվում եմ, սիրելի քույրեր, եղբայրներ։ Եվ այսօր ես ասում էի, Տեր, քեզ եմ ուզում, բայց հիմա իմ հավատքս փոխվել է, իմ հավատքս փոխվելու հետ նաեւ իմ աղոթքն է փոխվել։ Այսօր ես չեմ ասում, ես որտեղ որ դու ես այնտեղ եմ ուզում։ Այսօր ես ասում եմ, Տեր, ես ուզում եմ քո մեջ լինել եւ դու իմ մեջ։ Թող Տիրոջ անունը փառավորվի, սիրելի քույրեր, եղբայրներ, թող մենք իր հետ մեկանանք ամեն օր, այդ մեկությունը դա ամենաքաղցր բանն է Տիրոջ հետ հաղորդակցվելը, Տիրոջ հետ մեկանալը, դրանից ավելի քաղցր բան չկա։ Տեր ասում է ճաշակեցեք ու տեսեք, որ Տերը շատ քաղցր է։ Ուզում եմ կարդալ Գործ Առաքելոց 13-րդ գլուխ 38-րդ խոսքը։ Արդյոք հայտնի լինի ձեզ մարդիկ, եղբայրք,
որ սրանով մեղքերի թողություն է ավետարանվում ձեզ, եւ այն ամեն բաներից, որ Մովսեսի օրենքովը չկարողացաք արդարանալ, սրանով ամեն հավատացողը կարդարանա։ Արդ զգուշ կացեք, որ չլինի, թե ձեզ վրա գա մարգարեներից ասվածը, թե տեսեք անարգողներ, զարմացեք եւ փչացեք, որ ես մի բանը գործեմ, մի գործ եմ գործում, որ ձեր օրերումը, եւ մի գործ, որ նրան չեք հավատալ, եթե մեկը պատմե ձեզ։ Սիրելի քույրեր, եղբայրներ, թող Տիրոջ անունը փառավորվի։ Տերը մոտիկա, Տեր այստեղ ներկա է եւ ուզում է, որ ամեն մեկս մոտենանք իրան, ամեն մեկս մեկանանք իր հետ, թող իր անունը փառավորվի, ամեն։